Պատկերացրեք, կանգնացեք հսկա բուլդոզերի դեմ, որը պատրաստվում է հողին հավասարեցնել ձեր կյանքի գործը և ջարդել ձեր հոգին։ Սա պարզապես հողի կռիվ չէ, սա դաժան պատերազմ է արժանապատվության համար։ Մի կողմում անողոք մեծահարուստն է իր ծանր տեխնիկայով և փաստաբաններով։ Մյուս կողմում հուսահատ վարպետը, որի աչքի առաջ անխնա փշրվում են հայրական սրբազան խաչքարերը։ Զայրույթը խեղդում է կոկորդը, բռունցքները սեղմվում են մինչև ցավելը, իսկ վրեժի ծարավը դառնում է անկառավարելի։ Այս պայքարում սովորական լուծումներ չկան, կամ միայն կործանում, կամ հրաշք։ Բայց ամենացնցողը դեռ առջևում է։ Դուք ականատես կլինեք մի անսպասելի շրջադարձի, որտեղ հակամարտության կանոնները գլխի վայր են շրջվում։ Մենք ցույց կտանք մի զենք, որն ավելի հատուկ է, քան պողպատը, և որը ունակ է զինաթափել անգամ ամենակատաղի թշնամուն։ Սա մի քայլ է, որը հակասում է մարդկային բոլոր տրամաբանություններին և խոստանում է այնպիսի ավարտ, որը կփոխի ձեր պատկերացումները ուժի մասին։ Բաց մի թողեք այս անհավանական հանգուցալուծումը, բաժանորդագրվեք հիմա և մեկնաբանություններում անպայման գրեք ձեր քաղաքը։ Եկեք տեսնենք, թե աշխարհի որ ծայրերից ենք միացել այս հզոր պատմությանը։ Արագածի ստորոտում ծվարած հինավուրց գյուղի առավոտյան խաղաղությունը պատռվեց ոչ թե եկեղեցու ծանոթ զանգերի ղողանջով, այլ ծանր տեխնիկայի զարհուրերի դղրդյունով, որը ցնցեց գետինը և ստիպեց 55 տարեկան վարպետ Գևորգին սարսափահար վեր թռչել իր անկողնուց։ Նրա կոշտացած ձեռքերը, որոնք տասնամյակներ շարունակ քնքշորեն և ակնածանքով շոյել էին սառը տուֆը, դրանից կերտելով հավատքի խորհրդանիշներ, այժմ դողում էին անհասկանալի և չարագուշակ տագնապից, որը սեղմում էր նրա սիրտը երկաթե ակցանի պես։ Առանց հափաղելու, հազիվ հասցնելով ուսերին գցել իր հնամաշ բաճկոնը, նա վազեց դեպի պատուհանը և տեսավ մի տեսարան, որը ստիպեց նրա արյունը սառչել երակներում։ Ներքևում, հենց իր արհեստանոցի դարպասների մոտ, որտեղ դարեր շարունակ հնչել էր մուրճի և հատիճի երգը, կանգնած էր հսկայական դեղին բուլդոզերը, որի երկաթե ատամնավոր շերեփը օդում ճոճվում էր ինչպես գիշատիչ թռչուն, պատրաստ հոշոտելու իր զոհին։ Մեքենայի կողքին, տանքարժեք սև կոստյումով, անթաքույց ինքնավստահությամբ և հաղթական ժպիտը դեմքին, կանգնած էր Տիգրանը, 45 տարեկան շինարարը, ով վերջին տարիներին գյուղում գնել էր գրեթե ամեն ինչ, խանութներից մինչև մարդկանց խիղճը, և այժմ աչք էր դրել վերջին սրբության խաչքարագործի հողի վրա։ Գևորգը դուրս նետվեց բակ, կոկորդում խեղդելով ճիչը, և փոշու թանձր ամպի մեջ տեսավ այն, ինչը ստիպեց նրա աշխարհը փլուզվել մի ակնթարթում։ Բուլդոզերի շերեփը դանդաղ, բայց անխուսափելիորեն իջավ և հարվածեց դարպասի մոտ դրված կիսավարդ խաչքարին, որը սովորական քար չէր, այլ այն վերջին աշխատանքը, որը Գևորգը քանդակում էր իր հանգուցյալ հոր հիշատակին, դնելով դրա մեջ իր ողջ կարոթն ու սերը։ Քարի վերին հատվածը, խաչի աջ թևը, չդիմացավ մետաղի ճնշմանը, ճաքեց սարսափելի ձայնով և պոկվելով ընկավ գետնին, վերածվելով անպետք բեկորների, որոնք ցրվեցին Գևորգի ոտքերի տակ, կարծես նրա սեփական հոգու մասնիկները լինեին։ Վարպետը, մոռանալով վտանգի մասին, առաջ նետվեց դեպի մեքենան, փորձելով իր մարմնով պաշտպանել մնացած քարերը, բայց Տիգրանի երկու հաղթանդամ թիկնապահները անմիջապես փակեցին նրա ճանապարհը, կոպտորեն հրելով նրան հետ, ինչի հետևանքով Գևորգը սայթաքեց և ընկավ ծնկների վրա ուղիղ Սուրբ Հաչի փշուրների մեջ։ Տիգրանը, դանդաղ հանելով թանկարժեք ծխախոտը բերանից և արտաշնչելով ծուխը դեպի Գևորգի կողմը, մոտեցավ ընկած վարպետին և սառը արհամարհական հայացքով նայեց նրան, կարծես նայում էր մի անպետք իրի, որը խանգարում է իր մեծ ծրագրերին։ Շրջապատում արդեն սկսել էին հավաքվել գյուղացիները, որոնց մի մասը, երիտասարդները, ովքեր աշխատում էին Տիգրանի շինհրապարակում, քմծիծաղով և անտարբերությամբ էին նայում ծեր վարպետի տառապանքին, իսկ մյուսները, տարեցները և նրանք, ովքեր դեռ հիշում էին ավանդույթները, գլուխները կախել էին ամոթից ու վախից, չհամարձակվելով ձայն հանել հզոր գործարարի դեմ։ Գևորգը, արյունոտ ձեռքերով բռնելով կոտրված քարի բեկորը, բարձրացրեց աչքերը և դողացող ձայնով, որի մեջ միախառնված էին զայրույթն ու ցավը, գոռաց Տիգրանի երեսին, հարցնելով, թե արդյոք նա սրբություն չունի և ինչպես կարող է ձեռք բարձրացնել խաչի վրա, որը դարերով պահել է հայ ժողովրդին։
Տիգրանը ծիծաղեց, կարճ ու չոր ծիծաղով, և մատով ցույց տվեց հորիզոնում երևացող իր կիսակառույց հյուրանոցային համալիրի կմախքը, հայտարարելով, որ ինքը կառուցում է ապագան, որտեղ տեղ չկա հին փոշոտ քարերի և անիմաստ զգացմունքների համար, և որ գյուղին պետք են փող ու աշխատատեղեր, ոչ թե Գևորգի արվեստը։ Նա մոտեցավ Գևորգին, կռացավ և ցածր ձայնով, որը լսելի էր միայն նրանց երկուսին, ասաց, որ սա միայն սկիզբն է, և եթե Գևորգը կամավոր չհանձնի տարածքը մինչև երկուշաբթի առավոտ, ապա հաջորդ անգամ մեքենաները կանցնեն ոչ թե քարերի, այլ նրա տան վրայով։ Գևորգը զգաց, թե ինչպես է զայրույթի տաք ալիքը խփում գլխին, նա ուզում էր վեր կենալ, վերցնել գետնին ընկած ծանր մուրճը և հարվածել այդ անհոգի մարդուն, ջարդել նրա ժպիտը այնպես, ինչպես նա ջարդեց խաչքարը, բայց հենց այդ պահին ամբոխի միջից լսվեց ուսուցչուհի Անիի ձայնը, ով վազելով մոտեցավ և փորձեց օգնել Գևորգին ոտքի կանգնել։ Անին, ում աչքերում արցունքներ էին կուտակվել, նայեց Տիգրանին և համարձակորեն ասաց, որ նա քանդում է ոչ միայն քարերը, այլև գյուղի հոգին, և որ Աստված տեսնում է ամեն ինչ։ Սակայն Տիգրանը միայն ձեռքը թափթվեց և հրամայեց բուլդոզեր ավարին շարժիչը միացած պահել որպես մշտական սպառնալիք։ Գևորգը հենվելով Անիի ուսին, կանգնեց և նայեց իր հարևաններին, տեսնելով նրանց աչքերում պառակտման անդունդը, ոմանք նայում էին նրան խչահարությամբ, ոմանք թշնամանքով, և այդ պահին նա հասկացավ, որ կռիվը միայն հողի համար չէ, այլ մարդկանց սրտերի։ Նա նայեց կոտրված խաչին, որի վրա դեռ երևում էին Քրիստոսի փշե պսակի նախշերը, և զգաց մի սարսափելի երկընթրանք՝ հնազանդվել ուժին և կորցնել ամեն ինչ, թե պայքարել մարդկային մեթոդներով, պատասխանելով բռնությամբ, ինչը կարծես միակ լեզուն էր, որը հասկանում էր Տիգրանը։ Օդում կախված էր ծանր լռություն, որը խախտվում էր միայն բուլդոզերի շարժիչի հռնդյունով, և այդ աղմուկի մեջ Գևորգի հոգում հնչեց մի հարց, որը ավելի ցավոտ էր, քան ֆիզիկական հարվածը՝ միթե Քրիստոսի սերը, որի մասին ամեն կիրակի քարոզում էր Տեր Հովհաննեսը, կարող է գործել այսպիսի դաժան աշխարհում, որտեղ ուժեղը խժռում է թույլին։ Տիգրանը շրջվեց և քայլեց դեպի իր մեքենան, թողնելով Գևորգին կանգնած փլատակների մեջ, իսկ ամբոխը սկսեց ցրվել, տանելով իրենց տները վախի և անորոշության սերմերը։ Գևորգը մնաց մենակ, իր ավերված երազանքների և կոտրված սրբության հետ, և երբ նա նայեց երկնքին, ոչ թե աղոթք, այլ վրեժի ճիչ էր ուզում դուրս պրծնել նրա կրծքից, քանի որ մարդկային արդարությունը պահանջում էր հատուցում, իսկ աստվածային խորհուրդը դեռ լռում էր նրա փոթորկված սրտում։ Սիրելի եղբայրներ և քույրեր, ովքեր դիտում եք սա, պատկերացրեք ձեզ Գևորգի տեղում, երբ ձեր ամենաթանկը ոտնահարում են, երբ ձեր հոր հիշատակը անարգում են, կարող եք արդյոք գտնել ուժ, չատելու, և արդյոք սերը կարող է կանգնեցնել բուլդոզերը։ Երեկոյան մթնշաղը ծանր վարագույրի պես իջել էր Գևորգի տան վրա, որտեղ օդը հագեցած էր ոչ թե ընթրիքի ախորժելի բույրով, այլ տագնապի ու անորոշության խեղդող թանձրությամբ, իսկ սեղանին դրված տոլման վաղուց սառել էր, անձեռնմխելի մնալով ափսեների մեջ, քանի որ ոչ ոքի կոկորդով հաց չէր գնում այն բանից հետո, ինչ տեղի էր ունեցել ցերեկը արհեստանոցի դարպասների մոտ։ Գևորգը նստած էր սեղանի գլխին, գլուխը հենած կոշտացած ափերին, և նրա հայացքը սևեռված էր սպիտակ սփռոցի վրա ընկած մի փոքրիկ հետքի, որը նրան հիշեցնում էր այն փոշին ու ցավը, որ պատել էին իր հոգին, մինչդեռ սենյակի մյուս անկյունում նյարդային քայլերով անցուդարձ էր անում նրա կրտսեր եղբայրը՝ Լևոնը, որի դեմքը կարմրել էր զսպված կատաղությունից, իսկ ճակատի երակները լարվել էին այնպես, ասես պատրաստ էին պայթել ցանկացած վայրկյան։ Լևոնը, ով միշտ աչքի էր ընկել իր գործնական մտածելակերպով և տաքարյուն բնավորությամբ, հանկարծ կանգ առավ եղբոր դիմաց, ձեռքը ուժգին հարվածեց սեղանին, ստիպելով արծաթյա գդալներին զնգալ, և նրա ձայնը, որը մինչ այդ հիշեցնում էր հեռավոր որոտ, այժմ պայթեց սենյակի լռության մեջ, պահանջելով անհապաղ գործողություններ։ Նա պնդում էր, որ հարկավոր է հենց հիմա զանգահարել Երևան, իր ծանոթ փաստաբաններին, որոնք կարող են փորփրել Տիգրանի անցյալը, գտնել նրա կեղտոտ գործարքները և դրանք օգտագործել որպես զենք, ստիպելով նրա ետ կանգնել իրենց հողից, քանի որ, ըստ Լևոնի, գայլերի հետ պետք է խոսել գայլի լեզվով։ Այլապես նրանք կհոշոտեն ողջ հոտը։ Գևորգը դանդաղ բարձրացրեց հոգնած աչքերը և նայեց եղբորը, ապա հայացքը տեղափոխեց պատից կախված փայտե խաչին, որը քանդակել էր տարիներ առաջ, և զգաց, թե ինչպես է սիրտը երկատվում երկու իրականության միջև։ Մեկը պահանջում էր վրեժ և պաշտպանություն ամեն գնով, իսկ մյուսը, այն ինչը նա սովորել էր եկեղեցու խորանի առջև, հորդորում էր խաղաղություն։
Նա դողացող ձեռքով վերցրեց սեղանի անկյունում դրված հնամաշ աստվածաշունչը, որի էջերը դեղնել էին ժամանակից ու բազում ընթերցումներից, և փորձեց գտնել այն տողերը, որոնք Տեր Հովհաննեսը կարդացել էր կիրակի օրը, հուսալով, որ Աստծո խոսքը կկարողանա հանդարտեցնել Լևոնի փոթորկվող հոգին և լույս սփռել նրանց խավարած մտքերին։ Սակայն երբ Գևորգը սկսեց ցածրաձայն, բայց հաստատուն կարդալ Լեռան քարոզից հատվածներ, թշնամիներին սիրելու և չարին բարով հաղթելու մասին, սենյակում տիրող լարվածությունը ոչ թե թուլացավ, այլ վերածվեց իսկական հրդեհի, որը սպառնում էր այրել եղբայրական կապերը։ Լևոնը, լսելով Քրիստոսի խոսքերը, դեմքը ծամացրեց անթաքույց զայրույթից և խլեց գիրքը Գևորգի ձեռքից, գրեթե պատռելով էջերից մեկը, ու գոռաց, որ այդ խոսքերը գրվել են ուրիշ ժամանակների համար, և որ եթե նրանք հիմա սկսեն սիրել Տիգրանին, ապա վաղը նա կքանդի ոչ միայն արհեստանոցը, այլև նրանց տունը, և նրանց երեխաները կմնան փողոցում։ Մարիամը, Գևորգի կինը, ով մինչ այդ լուռ կանգնած էր խոհանոցի դռան մոտ, ձեռքերը սեղմած կրծքին, վախեցած մոտեցավ նրանց, փորձելով հանդարտեցնել իրավիճակը, բայց նրա ձայնը խեղդվում էր արցունքների մեջ, երբ նա խնդրեց Լևոնին չմեղանչել Սուրբ Գրքի դեմ։ Լևոնը, սակայն, անդրդվելի էր, նա սկսեց քայլել սենյակում, ձեռքերը թափահարելով և նկարագրելով իր պլանը, որը ներառում էր ոչ միայն փաստաբաններին, այլև գիշերային այցելություն Տիգրանի շին-հրապարակ, տեխնիկան վնասելու նպատակով, ինչը, ըստ նրա, միակ լեզուն էր, որ հասկանում էր այդ մեծահարուստը։ Գևորգը ոտքի կանգնեց, իր ամբողջ հասակով մեկ, և նրա դեմքին հայտնվեց մի խստություն, որը հիշեցնում էր հին նահապետներին։ Նա հայտարարեց, որ իր տանից դուրս չի գա ոչ մի չարիք, և որ նրանք չեն դառնա հանցագործներ հանուն արդարության։ Քանի որ Աստծո արդարությունը վեր է մարդկային վրեժխնդրությունից։ Այս խոսքերը վերջնականապես պայթեցրին Լևոնի համբերությունը։ Նա մեղադրեց եղբորը թուլամորթության և վախկոտության մեջ, ասելով, որ Գևորգը թաքնվում է ավետարանի հետևում, որպեսզի չպայքարի, և որ ինքը Լևոնը չի պատրաստվում ձեռքերը ծալած նստել ու սպասել, թե երբ են բուլդոզերները հողին հավասարեցնելու իրենց պապերի ժառանգությունը։ Վեճը հասավ իր գագաթնակետին, երբ դրսից լսվեց շան հաչոցը, և պատուհանի տակ երևացին մեքենայի լույսերը, ինչը ստիպեց բոլորին մի պահ քարանալ, մտածելով, որ Տիգրանն է եկել, բայց պարզվեց, որ դա Լևոնի կանչած մարդիկ էին, տղաներ քաղաքից, որոնք եկել էին խորհրդակցելու։ Գևորգը, հասկանալով, որ եղբայրն արդեն գործի է անցել իր մեջքի հետևում, զգաց մի սուր ցավ սրտի շրջանում, որն ավելի ուժեղ էր, քան խաչքարի կոտրվելու ցավը, քանի որ հիմա կոտրվում էր իր ընտանիքի միասնությունը։ Նա մոտեցավ դռանը և փակեց այն իր մարմնով, արգելելով Լևոնին դուրս գալ և նայելով եղբոր աչքերի մեջ ասաց, որ եթե նա հիմա դուրս գա այդ դռնից և բռնի բռնության ճանապարհը, ապա նա կուրանա ոչ թե Տիգրանին, այլ Քրիստոսին, ով խաչի վրա ներեց իրեն խաչողներին։ Լևոնը մի պահ տատանվեց, նրա շնչառությունը ծանր էր, հայացքը մոլորված, բայց դրսից լսվող ազդանշանը կարծես սթափեցրեց նրան։ Նա կոպտորեն հրեց Գևորգին, բացեց դուռը և դուրս նետվեց գիշերային խավարի մեջ, թողնելով ետևում բաց դուռը, որտեղից ներս խուժեց սառը քամին, մարելով սեղանին դրված մոմի լույսը և թողնելով Գևորգին ու Մարիամին կիսախավարի մեջ, միայնակ իրենց աղոթքների ու վախերի հետ։ Լուսաբացը դեռ նոր էր բացվում Արագածի ձյունապատ գագաթին, երբ Գևորգը, աչքերը չփակած և հոգին տանջող մղձավանջներից հոգնած, որոշում կայացրեց անել մի քայլ, որը հակասում էր իր տոհմի հպարտությանը, բայց թվում էր միակ փրկողակը ընտանիքը կործանումից փրկելու համար։ Նա մոտեցավ արհեստանոցի ամենահեռավոր անկյունին, որտեղ պահում էր իր ամենանուրբ աշխատանքներից մեկը՝ մի փոքրիկ, բայց զարմանալիորեն մանրակրկիտ քանդակված խաչքար, որը պատրաստված էր հազվագյուտ նարնջագույն տուֆից, և որի վրա ամեն մի նախշ ասես շնչում էր կենդանի հավատքով։ Գևորգը դողացող մատներով վերցրեց քարը, զգուշորեն փաթաթեց այն մաքուր սպիտակ կտորի մեջ, ինչպես մայրը կփաթաթեր նորածին մանկանը, և դուրս եկավ տնից, թողնելով քնած կնոջը և դեռևս չվերադարձած եղբոր դատարկ անկողինը, ուղղություն վերցնելով դեպի գյուղի կենտրոնում վերխոյացող ապակեպատ գրասենյակը, որը Տիգրանը կառուցել էր որպես իր իշխանության խորհրդանիշ։ Նրա սիրտը բաբախում էր ոչ թե վախից, այլ մի տեսակ սրբազան միամտությունից, քանի որ նա հավատում էր, թե եթե կատարի Քրիստոսի պատվիրանը և բարիքով պատասխանի չարիքին, ապա Տիգրանի քարացած սիրտը կհալվի, և այդ փոթրիկ քարը կդառնա հաշտության կամուրջ երկու աշխարհների միջև։
Տիգրանի գրասենյակի ընդունարանում տիրում էր սառը օտարոտի մթնոլորտ, որտեղ օթորակիչի ցածր ձայնը և թանկարժեք օծանելիքի հոտը խեղդում էին Գևորգի քարի փոշու և քրտինքի բնական բույրը, իսկ երիտասարդ քարտուղարուհին արհամարհական հայացքով զննում էր վարպետի հնամաշ կոշիկներն ու կոշտացած ձեռքերը։ Երբ Գևորգը պնդեց, որ պետք է անպայման տեսնի տնօրենին, քարտուղարուհին քմծիծաղ տվեց, բայց ներսից լսվող Տիգրանի ձայնը, որը հրամայեց ներս թողնել այդ խենթին, բացեց ծանր կաղնե դուռը։ Գևորգը ներս մտավ գլխարկը ձեռքին և տեսավ Տիգրանին, որը նստած էր հսկայական սև սեղանի հետևում և նույնիսկ գլուխը չբարձրացրեց փաստաթղթերից, ցուցադրելով իր բացարձակ անտարբերությունը հյուրի նկատմամբ։ Վարպետը, կուլ տալով վիրավորանքի դառը գնդիկը, մոտեցավ սեղանին, դողացող ձեռքերով բացեց սպիտակ կտորը և դրեց նարնջագույն խաչքարը փայլուն մակերեսի վրա, ասելով ցածր, բայց հուզմունքից դողացող ձայնով, որ սա նվեր է նրա համար, և թող Աստված օրհնի նրա աշխատանքը, եթե այն ծառայելու է ժողովրդի բարօրությանը։ Սենյակում տիրեց ծանր լռություն, որի ընթացքում լսվում էր միայն Տիգրանի թանկարժեք ժամացույցի տկտկոցը, և այդ պահին Գևորգին թվաց, թե հրաշքը կատարվելու է, քանի որ շինարարը դադարեցրեց գրելը և հայացքը հարեց փոքրիկ քարակերտ հրաշքին։ Տիգրանը դանդաղ վերցրեց խաչքարը, պտտեց այն մատների մեջ, զննելով նուրբ զարդանախշերը, և նրա դեմքին հայտնվեց մի անորոշ արտահայտություն, որը Գևորգը շփոթեց հիացմունքի հետ, ինչը ստիպեց վարպետի հոգում հույսի թույլ կայծ վառվել։ Սակայն հաջորդ վայրկյանին Տիգրանի դեմքը փոխվեց, վերածվելով սառը դիմակի։ Նա նայեց ուղիղ Գևորգի աչքերի մեջ և հեգնական ժպիտով հարցրեց, թե արդյոք վարպետը կարծում է, որ այս քարի կտորով կարող է գնել իր խիղճը կամ փոխել բիզնես պլանները։ Առանց սպասելու պատասխանի, Տիգրանը կտրուկ շարժումով նետեց խաչքարը դեպի սեղանի կողքին դրված մետաղյա աղբամանը և լսվեց մի սահմռկեցուցիչ ձայն, քարի և մետաղի բախման ձայնը, որը հնչեց ինչպես Գևորգի սրտի կոտրվելու ձայնը։ Տիգրանը ոտքի կանգնեց, հենվեց սեղանին և դեմքը մոտեցնելով քարացած վարպետին, սառը և դաժան ձայնով ասաց, որ իրեն պետք չեն Գևորգի քարերը, իրեն պետք չեն նրա օրհնությունները կամ Աստվածը, այլ իրեն պետք է միայն ու միայն այն հողը, որի վրա կանգնած է արհեստանոցը և որը նա ստանալու է ամեն գնով։ Գևորգը կանգնած էր անշարժ, նրա հայացքը գամված էր աղբամանին, որտեղ թղթի մնացորդների և ծխախոտի մոխրի մեջ ընկած էր իր սրբությունը, այն սիրո նշանը, որով նա փորձել էր հաղթել թշնամուն։ Նա զգաց մի անասելի նվաստացում, որը այրում էր նրա ներսը կրակի պես, և հասկացավ, որ իր միամիտ բարությունը ոչ միայն չօգնեց, այլև դարձավ ծաղրի առարկա, թույլ տալով թշնամուն ավելի ուժեղ հարվածել իր արժանապատվությանը։ Առանց մի բառ ասելու, Գևորգը շրջվեց և դուրս եկավ սենյակից, ոտքերը հազիվ քարշ տալով, իսկ մեջքի հետևում լսվում էր Տիգրանի հրամանը քարտուղարուհուն, կանչել անվտանգության պետին և սկսել տարածքի մաքրման նախապատրաստումը։ Փողոց դուրս գալով, Գևորգը հանդիպեց պայծառ արևին, որը թվում էր չափազանց դաժան նրա խավարած հոգու համար, և նրա քայլերը մեքենայաբար տարան նրան դեպի եկեղեցի, որտեղ բակում ծառերի տակ նստած էր Տեր Հովհաննեսը, զրուցելով մի խումբ ծխականների հետ։ Տեսնելով վարպետի գունատ դեմքը և կորցրած հայացքը, քահանան անմիջապես մոտեցավ նրան, բայց Գևորգը, չսպասելով հարցին, պոռթկաց ցավից ու հիասթափությունից, բղավելով, որ Քրիստոսի խորհուրդը սուտ է, որ սիրել թշնամուն նշանակում է դառնալ ոտնաշոր նրա ոտքերի տակ և որ ինքը գնաց խաղաղությամբ, բայց ստացավ միայն արհամարհանք ու ցավ։ Տեր Հովհաննեսը բռնեց Գևորգի դողացող ուսերից և նայելով նրա աչքերի մեջ խիստ, բայց իմաստուն ձայնով ասաց, որ Գևորգը սխալ է հասկացել սիրո էությունը։ Սերը թուլություն չէ և ոչ էլ նվերներ տալը։ Սերը հոգևոր պատերազմ է, որտեղ հաղթանակը գալիս է ոչ թե մեկ օրում, այլ համբերության և զոհաբերության միջոցով։ Սակայն Գևորգը, ազատվելով քահանայի ձեռքերից, հետ քայլեց, գլուխը տարուբերելով, քանի որ նրա հոգում արդեն արթնանում էր մի նոր, ավելի սարսափելի կասկած։ Միգուցե Լևոնը ճիշտ էր, և այս աշխարհում միայն ուժն է, որ հաշվի է առնվում։ Գևորգի վերադարձը դեպի տուն նման էր մղձավանջային երազի, որտեղ ծանոթ փողոցները, որոնցով նա քայլել էր ողջ կյանքում, հանկարծ դարձել էին օտար ու թշնամական։ Իսկ հարևանների հայացքները, որոնք նախկինում լի էին հարգանքով, այժմ խուսափում էին նրանից կամ լցված էին քողարկված արհամարհանքով։
Գյուղի կենտրոնական հրապարակում, փակցված թարմ թերթի ցուցատախտակի մոտ, հավաքված բազմությունը եռում էր ինչպես մեղվի փեթակ, եւ երբ մարդիկ նկատեցին մոտեցող վարպետին, լռությունը տարածվեց ալիքի նման, թողնելով միայն քամու ձայնը, որը թափահարում էր թերթի էջը։ Գևորգը, զգալով մեջքին ուղված հազարավոր անտեսանելի ասեղների ծակոցները, մոտեցավ ցուցատախտակին եւ սարեց, տեսնելով առաջին էջի վերնագիրը, որը գոռում էր սև ու խոշոր տառերով. «Խաչքարագործի կեղծ բարեպաշտությունը. ինչպես է տեղացի վարպետը փորձում կաշառել ներդրողին հին քարերով»։ Հոդվածում, որը ակնհայտորեն պատվիրված էր Տիգրանի կողմից, Գևորգի անկեղծ նվերը ներկայացված էր որպես խղճուկ փորձ շորթելու գումար եւ խոչընդոտելու գյուղի զարգացմանը, իսկ նրա ընտանիքը որակված էր որպես հետամնաց խմբավորում, որը ատում է առաջընթացը եւ ցանկանում է գյուղը պահել աղքատության ճահճում։ Վարպետի աչքերը մթագնեցին, նրա շնչառությունը դարձավ անկանոն, քանի որ նա հասկացավ, որ իր սիրո քայլը ոչ միայն մերժվել է, այլև այլանդակվել ու օգտագործվել է իր դեմ որպես մահացու զենք, ոչնչացնելով իր տոհմի դարավոր պատիվը մի քանի րոպեում։ Մինչ Գևորգը կանգնած էր քարացած, չկարողանալով պոկել հայացքը այդ զրպարտչական տողերից, շուկայի կողմից լսվեց կանացի լացի ձայն, եւ նա տեսավ իր կնոջը, Մարիամին, ով վազում էր դեպի տուն, դատարկ զամբյուղը սեղմած կրծքին։ Իսկ նրա հետևից լսվում էին վաճառականների չարախնդող բացականչությունները։ Գևորգը շտապեց կնոջ հետևից եւ երբ ներս մտավ տուն, տեսավ Մարիամին խոհանոցի սեղանի մոտ նստած դեմքը թաղած ձեռքերի մեջ, մինչդեռ նրա ուսերը ցնցվում էին անզուսպ հեկեկոցից։ Մարիամը պատմեց, որ երբ մոտեցել է հացի փուրին, որտեղից տասնյակ տարիներ հաց է գնել, վաճառողուհին, իրենց վաղեմի հարևանուհի Սաթիկը, ցուցադրաբար շրջել է մեջքը եւ բարձր ձայնով հայտարարել բոլորի ներկայությամբ, որ ինքը հաց չունի այն մարդկանց համար, ովքեր խաչը դարձնում են առևտրի առարկա եւ փորձում են խաբել ազնիվ գործարարներին։ Այս հասարակական պարսավանքը, այս ամոթը, որը հայկական գյուղում ավելի ծանր է, քան ֆիզիկական հարվածը, ջախջախել էր Մարիամի հոգին, եւ նա նայեց ամուսնուն արցունքոտ աչքերով, հարցնելով, թե արդյոք արժե՞լ այդ ամենը, եւ միթե Քրիստոսը պահանջում է, որ իրենք դառնան ծաղրի առարկա ողջ աշխարհի առջև։ Գևորգը չուներ պատասխան, նրա լեզուն կապվել էր, քանի որ նա ինքն էլ զգում էր, թե ինչպես է հավատքի հիմքը երերում իր ոտքերի տակ, չդիմանալով իրականության դաժան ճնշմանը։ Տան դուռը բացվեց ուժգին հարվածով, եւ ներս մտավ Լևոնը, ում ձեռքին ճմրթված թերթն էր, իսկ դեմքը այլայլված էր կատաղությունից, որը նման էր ժայթքող հրաբխի։ Նա նետեց թերթը սեղանին Գևորգի առջև եւ սկսեց գոռալ, որ իրենց խայտառակությունը այլևս չափ ու սահման չունի, որ Գևորգի քրիստոնեական խոնարհությունը նրանց դարձրել է ոչխարներ գայլերի երախում եւ որ ամբողջ գյուղը հիմա ծիծաղում է նրանց միամտության վրա։ Լևոնը մոտեցավ եղբորը եւ մատը տնկեց նրա կրծքին, ասելով, որ մարդիկ հարգում են միայն ուժը, իսկ սերը թուլություն է, որը Տիգրանի նման մարդիկ օգտագործում են որպես սանդուկ բարձրանալու համար։ Նա պահանջեց, որ Գևորգը դադարեցնի լսել ծերունի քահանայի հեքիաթները եւ թույլ տա իրեն գործել տղամարդավարի, քանի որ հակառակ դեպքում նրանք կկորցնեն ոչ միայն արհեստանոցը, այլև իրենց տեղը արևի տակ։ Գևորգը նայում էր եղբորը, կնոջը, ճմրթված թերթին եւ զգում էր, որ հայտնվել է փակուղում։ Նրա ներսում բախվում էին երկու ճշմարտություն՝ ավետարանի վեհ կոչը եւ կյանքի դաժան պահանջները։ Նա հիշեց Տեր Հովհաննեսի խոսքերը սիրո մասին, բայց հիմա դրանք հնչում էին որպես հեռավոր արձագանք, մինչդեռ Լևոնի խոսքերը ծանր էին ու իրական, ինչպես գրանիտե քարը։ Երեկոյան, երբ տանը տիրեց ճնշող լռություն, Գևորգը դուրս եկավ բակ եւ նստեց հին թթենու տակ, նայելով աստղազարդ երկնքին։ Բայց նրա աղոթքը չէր ստացվում, բառերը մնում էին կոկորթում։ Նա մտածում էր, որ գուցե ինքը սխալ է հասկացել Քրիստոսին, գուցե սիրել թշնամուն նշանակում է սիրել հոգու խորքում, բայց ոչ թույլ տալ, որ նա ոտնահարի քո ընտանիքի պատիվը։ Կասկածը ինչպես թունավոր օձ սողոսկել էր նրա սիրտը։ Նա տեսնում էր, որ իր հնազանդությունը բերեց միայն ցավ եւ ամոթ, եւ ոչ մի դրական պտուղ չտվեց։ Արդյոք Աստված լռոմ է, թե ինքը խուլ է եւ չի լսում ճշմարիտ պատասխանը։ Հերվից լսվում էր Տիգրանի շին հրապարակի աղմուկը, որը չէր դադարում նույնիսկ գիշերը, եւ այդ ձայնը հիշեցնում էր Գևորգին, որ ժամանակը սպառվում է, եւ վաղը նա պետք է ընտրություն կատարի, կամ շարունակել խաչի ճանապարհը, որը տանում է դեպի Գողգոթա եւ հանրային նվաստացում,
կամ վերցնել սուրը և պաշտպանել այն, ինչ մնացել է իր կյանքից։ Նա զգում էր, որ իր հոգևոր ուժերը սպառվել են, և մենակության զգացումը երբեք այսքան սուր ու ցավոտ չէր եղել։ Գևորգի հոգում տիրող խավարը այնքան թանձր էր, որ թվում էր ֆիզիկապես խեղդում է նրան, և նա, չկարողանալով այլևս դիմանալ հարազատների հայացքներին ու գյուղի ճնշող մթնոլորտին, փախավ դեպի լեռները, դեպի հինավուրց, կիսավեր մի վանք, որտեղ դարեր շարունակ ճգնավորները փնտրել էին Աստծո լռությունը։ Նա չէր գնում աղոթելու, քանի որ բառերը վաղուց սառել էին նրա շուրթերին, և նա չէր գնում պատասխաններ գտնելու, քանի որ հարցերն այնքան շատ էին, որ խառնվել էին իրար, դառնալով անիմաստ աղմուկ։ Նա պարզապես ուզում էր կորչել, անհետանալ քարերի ու քամու մեջ։ Վանքի բակում, որտեղ ժամանակը կարծես կանգ էր առել, Գևորգը նստեց մի մեծ մանրապատ քարի վրա և դատարկ հայացքով նայեց շրջապատին, մինչդեռ նրա միտքը պտտվում էր նույն ցավոտ կետի շուրջ։ Ինչու սերը չաշխատեց, ինչու Քրիստոսի խոսքը բերեց միայն ավերածություն։ Հանկարծ նրա ուշադրությունը գրավեց մի տեսարան, որը սկզբում թվաց սովորական, բայց հետո դարձավ այն կայծը, որը պայթեցրեց նրա գիտակցությունը։ Մի խումբ չարաճճի երեխաներ, տեսնելով վանքի բակում թափառող կախ շանը, սկսեցին քարեր նետել նրա վրա, ծիծաղելով ու հրճվելով կենդանու վախից։ Հենց այդ պահին խցերից մեկից դուրս եկավ մի ալեհեր վանական, կորացած մեջքով և մաշված քեմով, ով տեսնելով տեղի ունեցողը, չբղավեց երեխաների վրա, չանիծեց նրանց և չփորձեց բռնել, այլ հանդարտ քայլերով մոտեցավ այն տեղին, որտեղ ընկել էին երեխաների նետած քարերը։ Երեխաները, տեսնելով ծերունուն, լռեցին և փախան, իսկ վանականը կռացավ, վերցրեց ամենամեծ քարը, որը քիչ էր մնում դիպչեր շանը, և երկար նայեց դրան, կարծես զննելով ոչ թե քարը, այլ դրա մեջ ամփոփված չարությունը։ Գևորգը սպասում էր, որ վանականը դեն կնետի քարը, կամ գուցե կնետի երեխաների հետևից, բայց ծերունին արեց մի բան, որը ցնցեց վարպետին մինչև հոգու խորքը։ Նա դանդաղ քայլեց դեպի վանքի կիսաքանդ պարիսպը, որտեղ մի մեծ ճեղքվածք կար, և խնամքով, մեծ սիրով տեղադրեց այդ չար քայը ճեղքվածքի մեջ, ամրացնելով պատը։ Հետո նա վերադարձավ, վերցրեց մյուս քարերը և նույն կերպ շարեց դրանք, վերականգնելով այն, ինչը քանդվել էր ժամանակի ընթացքում, և յուրաքանչյուր քար, որը նախատեսված էր ցավ պատճառելու համար, դարձավ պաշտպանության մի մասնիկ։ Այդ պահին Գևորգի գլխում ասես կայծակ խփեց, և ամեն ինչ պարզ դարձավ մի ակնթարթում։ Նա հասկացավ, որ սիրել թշնամուն չի նշանակում թույլ տալ նրան քեզ ծեծել, չի նշանակում ընդունել նվաստացումը կամ պասիվ կերպով հանդուրժել չարիքը։ Սիրել նշանակում է վերցնել թշնամու նետած քարը, նրա ատելությունը, նրա հարվածը և օգտագործել այդ էներգիան ոչ թե պատասխան հարվածի, այլ կառուցելու համար։ Դա նշանակում է չարիքի կործանարար ուժը վերածել արարչագործության նյութի։ Գևորգը հասկացավ, որ Տիգրանի հարձակումները, նրա զրպարտությունը, գյուղացիների ծաղրանքը, այդ բոլորը քարեր են, որոնք նետվել են իր վրա, և ինքը մինչև հիմա փորձում էր կամ խուսափել դրանցից, կամ խնդրել, որ չնետեն, մինչդեռ Քրիստոսը սովորեցնում էր վերցնել այդ քարերը և դնել սեփական տաճարի հիմքում։ Նա տեսավ, որ ինքը սխալվել էր, կարծելով, թե սերը զգացմունք է կամ նվեր։ Սերը ճարտարապետություն է, սերը ինժեներական լուծում է, որտեղ ճնշումը դառնում է հենարան։ Իսկ հարվածը շարժիչ ուժ։ Վարպետը վեր թռավ տեղից, նրա աչքերը փայլում էին նոր, անսասան վճռականությամբ, և նա վազեց դեպի վանականը, ցանկանալով համբուրել նրա ձեռքը, բայց ծերունի միայն ժպտաց և մատը դրեց շուրթերին, հասկացնելով, որ բառեր պետք չեն։ Գևորգը շտապեց ցած իջնել լեռից, և ճանապարհին նրա ուղեղում արդեն գծվում էր նոր պլան, որը ոչ թե փախուստ էր, ոչ թե պատերազմ, այլ միանգամայն այլ բան, մի վեհաշուխ կառույց, որտեղ Տիգրանի յուրաքանչյուր հարված դառնալու էր անկյունակար։ Երբ նա հասավ գյուղ, մարդիկ զարմացած նայեցին նրան, քանի որ նրա դեմքից անհետացել էր զոհի արտահայտությունը, և փոխարենը հայտնվել էր վարպետի հանգստությունը, ով գիտի, թե ինչպես վարվել ամենակարծր քարի հետ։ Նա մտավ արհեստանոց, որտեղ Լևոնը և մի քանի այլ տղամարդիկ զենք էին պատրաստում գիշերային հարձակման համար, և տեսնելով եղբորը, Գևորգը բարձր ձայնով հրամայեց դեն նետել երկաթե ձողերը։ Նա վերցրեց մուրճն ու հաթիչը և մոտեցավ այն կոտրված խաչքարին, որը դարձել էր կռվախնձոր, և սկսեց քանդակել կոտրված մասի վրա, ոչ թե փորձելով թաքցնել ճեղքը, այլ ընդգծելով այն, դարձնելով այն նոր, ավելի հզոր հորինվածքի մաս։ Լևոնը և մյուսները ապշած նայում էին, թե ինչպես է Գևորգը աշխատում, փոխակերպելով ավերածությունը արվեստի, և դանդաղորեն նրանց մեջ ևս սկսեց արթնանալ հասկացողությունը։
Նրանք տեսան, որ Գևորգը չի հանձնվել, այլ գտել է պայքարի մի ձև, որը վեր է նրանց պատկերացրածից։ Մթնոլորտը արհեստանոցում փոխվեց, լարվածությունն ու ատելությունը տեղի տվեցին ստեղծագործական երանդին, եւ անգամ Լևոնը, ով ռոկեներ առաջ պատրաստ էր արյուն հեղել, ցած դրեց երկաթե ձողը եւ մոտեցավ եղբորը, հարցնելով, թե ինչպես կարող է օգնել։ Գևորգը ժպտաց առաջին անգամ այս օրերի ընթացքում եւ ասաց, որ նրանք պետք է հավաքեն գյուղի բոլոր նետված քարերը, բոլոր վիրավորանքները, բոլոր ցավերը եւ կառուցեն մի բան, որը կստիպի անգամ Տիգրանին խոնարհվել։ Այդ գիշեր արհեստանոցի լույսերը չմարեցին, եւ մուրճերի ձայնը հնչում էր ոչ թե որպես պատերազմի կոչնակ, այլ որպես հարության օրներգիք, որը ազդարարում էր, որ Քրիստոսի իմաստությունը վերջապես գտել է իր մարմնավորումը հայ վարպետի ձեռքերում։ Գևորգը վանքից վերադառնալով անմիջապես հավաքեց իր ընտանիքին հյուրասենյակում, որտեղ լարվածությունը դեռ կախված էր օդում, ինչպես ամպրոպից առաջ խթացած էլեկտրականությունը, եւ երբ նա սկսեց խոսել, նրա ձայնը հնչում էր ոչ թե որպես հուսահատ մարդու մրմունջ, այլ որպես հրամանատարի վճռական հրաման, ով գիտի հաղթանակի ճանապարհը։ Նա նայեց Լևոնին, Մարիամին եւ մյուս հարազատներին, ովքեր սպասում էին կամ կապիտուլյացիայի, կամ պատերազմի հայտարարման, եւ ասաց այնպիսի բառեր, որոնք ստիպեցին նրանց մտածել, թե վարպետը վերջնականապես կորցրել է բանականությունը։ Նա հայտարարեց, որ նրանք չեն կռվելու Տիգրանի դեմ դատարաններում եւ չեն պատասխանելու բռնությանը բռնությամբ, այլ փոխարենը հենց վաղվանից սկսելու են վերականգնել արհեստանոցի կողքին գտնվող հին կիսավեր մատուռը, որը վաղուց վերածվել էր աղբանոցի։ Գևորգը բացատրեց, որ Տիգրանն ուզում է այդ հողը իր հյուրանոցի համար, բայց եթե նրանք այդ վայրը դարձնեն սրբավայր, որտեղ ամեն օր մարդիկ կգան աղոթելու, ապա ոչ մի բուլդոզեր չի կարողանա մոտենալ դրան, քանի որ դա կլինի ոչ թե պայքար հողի համար, այլ պայքար հոգու համար, եւ նրանք կստիպեն Տիգրանին կանգնել ոչ թե իրենց, այլ Աստծո դեմ։ Նա ասաց, որ նրանք դա անելու են անվճար, առանց փող խնդրելու, միայն իրենց ձեռքերով եւ հավատքով, եւ դա կլինի նրանց պատասխանը բոլոր զրպարտություններին ու քարերին։ Սենյակում տիրեց քար լռություն, որը խախտվեց Լևոնի հիստերիկ ծիծաղով։ Եղբայրը վեր թռավ տեղից, սկսեց պտտվել սենյակում, ձեռքերը թափահարելով, եւ գոռաց, որ Գևորգը խելագարվել է, որ նա ապրում է ամպերի մեջ եւ չի հասկանում, որ Տիգրանը ծիծաղելու է նրանց վրա եւ ուղարկելու է իր տրակտորները հողին հավասարեցնելու այդ սրբավայրը։ Լևոնը պնդում էր, որ սա ինքնասպանություն է, որ նրանք միայն ժամանակ են կորցնում եւ ծաղրի առարկա են դառնում ամբողջ գյուղի համար, եւ որ ինքը չի մասնակցի այդ խեղկատակությանը։ Նա մոտեցավ դռանը, պատրաստվելով հեռանալ եւ թողնել եղբորը իր ցնորքների հետ, բայց հանկարծ լսվեց Մարիամի ձայնը, որը հնչեց անսպասելիորեն հաստատուն եւ հանգիստ։ Կինը, ով մինչ այդ լուր լաց էր լինում, բարձրացրեց գլուխը, նայեց ամուսնու աչքերին, որոնցում վառվում էր վաղուց մոռացված կրակը, եւ ասաց, որ ինքը հավատում է Գևորգին, որովհետև առաջին անգամ տեսնում է ոչ թե վախ, այլ իրական ուժ, եւ որ եթե նրանք պետք է կորցնեն ամեն ինչ, ապա ավելի լավ է կորցնել կառուցելով, քան քանդելով։ Մարիամը մոտեցավ ամուսնուն, բռնեց նրա ձեռքը եւ ասաց. «Ես քեզ հետ եմ, Գևորգ, մենք կմաքրենք մատուռը»։ Այս անսպասելի աջակցությունը ցնցեց Լևոնին։ Նա կանգ առավ դռան մոտ, չկարողանալով հավատալ իր լսածին, բայց տեսնելով եղբոր եւ հարսի միասնությունը, նրա մեջ ինչ-որ բան կոտրվեց։ Նա հասկացավ, որ մնացել է մենակ իր զայրույթի հետ, մինչդեռ նրանք գտել են մի բան, որն ավելի բարձր է, քան տրամաբանությունը։ Գևորգը չփորձեց համոզել եղբորը։ Նա միայն ասաց, որ դուռը միշտ բաց է նրա համար, եւ որ յուրաքանչյուր քար, որը նրանք կդնեն մատուղի պատին, կլինի աղոթք նաեւ Լևոնի համար։ Այդ երեկո լուրը տարածվեց գյուղում կայծակի արագությամբ։ Մարդիկ խոսում էին, որ խելագար խաչքարագործը որոշել է մարտահրավեր նետել օլիգարխին ոչ թե զենքով, այլ մատուռով։ Շատերը ծիծաղում էին, անվանելով դա հուսահատ քայլ, ոմանք խղճում էին, բայց կային նաև այնպիսիները, ում սրտում արթնացավ հետաքրքրասիրությունը եւ մի տեսակ թաքուն հարգանք, տեսնելով մարդու, ով պատրաստ է գնալ մինչև վերջ հանուն իր հավատքի։ Հաջորդ առավոտ, երբ Գևորգն ու Մարիամը, զինված բահերով ու ավելներով, մոտեցան լքված մատուրին, նրանք տեսան, որ մենակ չեն։ Այնտեղ էր նաև Անին, երիտասարդ ուսուցչուհին, իր մի քանի աշակերտների հետ, ովքեր եկել էին օգնելու, չնայած ծնողների արգելքներին։ Անին ասաց, որ երեխաները չեն ուզում քարեր նետել, նրանք ուզում են կառուցել, եւ որ սա լավագույն դասն է, որ նա կարող է տալ նրանց։ Ավելի ուշ մոտեցավ նաև Տեր Հովանեսը իր հին փիլոնով եւ սկսեց օրհնել սկիզբը, ինչը գրավեց անցորդների ուշադրությունը։
Աշխատանքը սկսվեց, եւ թեև սկզբում դա թվում էր անհնարին մաքրել տասնամյակների աղբը, բայց յուրաքանչյուր մաքրված քարի հետ օդում տարածվում էր մի նոր թարմ շունչ, որը սկսում էր փոխել մթնոլորտը։ Նույնիսկ Տիգրանի անվտանգության աշխատակիցները, որոնք կանգնած էին հեռվում եւ հետևում էին, չէին համարձակվում մոտենալ, քանի որ դժվար է հարձակվել մարդկանց վրա, ովքեր աղոթում են ու աշխատում։ Գևորգը զգաց, որ իր որոշումը ճիշտ էր։ Նա չէր պայքարում Տիգրանի դեմ, նա պայքարում էր հանուն Աստծո, եւ այդ պայքարում նա արդեն հաղթող էր, քանի որ գտել էր իր խաղաղությունը։ Արևը դեռ չէր հասցրել բարձրանալ լեռների հետևից, երբ Գևորգի արհեստանոցի եւ Տիգրանի շինհրապարակի միջև ընկած տարածքը վերածվեց մի յուրօրինակ մարտադաշտի, որտեղ բախվում էին ոչ թե սուրն ու վահանը, այլ հավատքն ու ամբարտավանությունը։ Գևորգը, Մարիամը, Լևոնը եւ նրանց միացած մի խումբ գյուղացիներ, զինված միայն բահերով, դույլերով եւ հին քարերով, սկսել էին մաքրել մատուռի տարածքը եւ դնել առաջին շարքերը, մինչդեռ նրանցից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա կանգնած էին Տիգրանի հսկայական սև ջիպերը, որոնցից որոտում էր ագրեսիվ, նյարդայնացնող երաժշտություն, խլացնելով աղոթքի եւ աշխատանքի ձայները։ Տիգրանի մարդիկ թեև չէին համարձակվում ֆիզիկապես հարձակվել, բայց սկսել էին հոգեբանական տերորը։ Նրանք ծխում էին եւ ծխախոտի մնացորդերը նետում հենց մաքրված տարածքի վրա, բարձր ծիծաղում էին, մատնացույց անելով աշխատողներին եւ ամենավիրավորական բառերով հայհոյում էին, փորձելով հունից հանել Գևորգին ու նրա կողմնակիցներին։ Սակայն յուրաքանչյուր հայհոյանքին, յուրաքանչյուր նետված աղբին Գևորգը պատասխանում էր լուր համառությամբ, վերցնելով եւս մեկ քար եւ դնելով այն պատի մեջ, եւ նրա օրինակը վարակում էր մյուսներին, ովքեր սկսում էին հասկանալ, որ իրենց լռությունը ավելի բարձր է հնչում, քան թշնամու գոռոցը։ Կեսօրին իրավիճակը սրվեց, երբ շինհրապարակ մտավ ինքը, Տիգրանը, եւ տեսնելով, որ իր մեթոդները չեն աշխատում, հրամայեց բուլդոզերին մոտենալ մատուռի հիմքերին, իբրև թե հողը հարթեցնելու համար, բայց իրականում վախեցնելու նպատակով։ Հսկայական մեքենան շարժվեց առաջ, արձակելով սև ծուխ եւ սարսափելի դղրդյուն, եւ թվում էր, թե հիմա կճզմի մարդկանց, ովքեր կանգնած էին նրա ճանապարհին։ Լևոնը, տեսնելով մոտեցող վտանգը, բնազդաբար վերցրեց քարը, պատրաստ նետելու վարորդի վրա, բայց Գևորգը բռնեց նրա ձեռքը եւ հանգիստ, բայց հրամայական ձայնով ասաց. «Ոչ, Լևոն, մենք չենք քանդում, մենք կառուցում ենք»։ Ապա վարպետը դուրս եկավ առաջ, կանգնեց ուղիղ բուլդոզերի դիմաց եւ սկսեց շարունակել իր գործը, մաքրելով հողը։ Կարծես մեքենան գոյություն չուներ, եւ նրա հայացքում այնքան խաղաղություն ու վստահություն կար, որ վարորդը, շփոթված այդ անսպասելի արձագանքից, կանգնեցրեց մեքենան ընդամենը մի քանի սանտիմետր հեռավորության վրա։ Այս տեսարանը տեսնելով, մյուս գյուղացիները, ովքեր մինչ այդ վախեցած հետևում էին հեռվից, սկսեցին մոտենալ եւ կանգնել Գևորգի կողքին, կազմելով կենթանի պատ, որը պաշտպանում էր սրբավայրը, եւ այդ պահին Տիգրանը հասկացավ, որ իր ուժը անզոր է մարդկանց միասնության դեմ։ Երեկոյան կողմ, երբ արևը մայր էր մտնում, ներկելով երկինքը կարմիր ու ոսկեգույն երանգներով, մատուռի պատերը արդեն բարձրացել էին մի քանի շարքով, եւ տարածքը, որը առավոտյան աղբանուց էր հիշեցնում, այժմ սկսել էր ստանալ սրբավայրի տեսք։ Մարդիկ, հոգնած, բայց երջանիկ, նստել էին քարերի վրա եւ կիսում էին իրենց բերած համեստ սնունդը, հացը, պանիրը եւ ջուրը, եւ այդ պարզ ընթրիքը նրանց թվում էր ավելի համեղ, քան ամենաճոխ խնջույքը։ Նույնիսկ Լևոնը, ով սկզբում թերահավատ էր, այժմ ոգևորված պատմում էր, թե ինչպես պետք է շարունակեն աշխատանքը հաջորդ օրը, եւ նրա աչքերում վառվում էր նոր կրակ, ոչ թե ատելության, այլ ստեղծագործելու կրակը։ Հանկած մոտեցավ մի տարեց կին, Տիգրանի մորաքույրը, ով բերել էր մի մեծ կուշ սառը թան եւ ամաչխած դրեց այն Գևորգի առջև, ասելով, որ իր տղան սխալ է, բայց ինքը չի կարող դեմ գնալ Աստծուն։ Այս փոքրիկ ժեստը դարձավ առաջին ճեղքը թշնամու ճամբարում, եւ Գևորգը հասկացավ, որ Քրիստոսի խորհուրդը սիրել թշնամուն սկսում է տալ իր պտուղները, քանդելով ատելության պատերը ոչ թե ուժով, այլ բարությամբ եւ համբերությամբ։ Գիշերը, երբ բոլորը ցրվեցին տներով, Գևորգը մնաց մենակ կիսակառույց մատուռի մոտ, հսկելու տարածքը, եւ նրա հոգում տիրում էր անասելի խաղաղություն, որը նա երբեք չէր զգացել նախկինում։ Նա նայեց դիմացի բլրին, որտեղ վառվում էին Տիգրանի առանձնատայլ լույսերը, եւ առաջին անգամ իր սրտում չզգաց ոչ մի դառնություն, այլ միայն խճահարություն այդ մարդու հանդեպ, ով ունենալով ամեն ինչ, իրականում չուներ ոչինչ։ Նա հասկացավ, որ իրենք արդեն հաղթել են, որովհետև իրենք գտել են մի բան, որը ոչ ոք չի կարող խլել՝ միասնություն եւ հավատք։ Իսկ Տիգրանը մնացել է մենակ իր փողերի ու վախերի հետ։
Հերվից լսվեց շան հաչոց, եւ Գևորգը տեսավ, որ շին հրապարակի պահակներից մեկը երիտասարդ մի տղա գախտագողի մոտենում է մատուռին, ձեռքին ինչ-որ բան պահած։ Գևորգը լարվեց, բայց տղան, տեսնելով վարպետին, կանգ առավ, գետնին դրեց մի տոպրակ եւ արագ հեռացավ։ Երբ Գևորգը մոտեցավ եւ բացեց տոպրակը, տեսավ, որ այնտեղ մեխեր են եւ մի քանի գործիք, նվեր թշնամու ճամբարից։ Եվ այդ պահին նա ժպտաց, հասկանալով, որ սերը իսկապես ամենազոր է եւ կարող է գտնել ճանապարհ անգամ ամենափակ սրտերում։ Կեսօրվա արևը դաժանորեն այրում էր շին հրապարակը, երբ հորիզոնում հայտնվեց Տիգրանի սև մեքենան, որը սռընթաց արագությամբ, փոշու հսկայական ամփ բարձրացնելով, մխրճվեց ուղիղ դեպի կիսակառույց մատուռի տարածքը, եւ այդ պահին օդում կախվեց մի սարսափելի լռություն, որն ավելի ծանր էր, քան շարժիչի աղմուկը։ Շինարարը, կորցրած իր սառնասրտությունը եւ գործարարի դիմակը, դուրս նետվեց մեքենայից, դեմքը այլայլված կատաղությունից եւ սկսեց գոռալ իր աշխատակիցների վրա, թե ինչու է մատուռը դեռ կանգուն, ինչու նրանք չեն կատարել իր հրամանը եւ չեն հավասարեցրել այդ անպետք քարերը հողին։ Գևորգի կողքին կանգնած Լևոնը, տեսնելով մոտեցող վտանգը, բնազդաբար սեղմեց բահի պոչը, պատրաստվելով ֆիզիկական բախման, իսկ գյուղացիները վախեցած հետ քաշվեցին, սպասելով անխուսափելի աղետին։ Սակայն Գևորգը մնաց անշարժ, նրա հայացքում չկար ոչ վախ, ոչ էլ ատելություն, այլ միայն մի խորը, անասելի տխրություն եւ խաղաղություն։ Տիգրանը, տեսնելով վարպետի հանգստությունը, էլ ավելի կատաղեց եւ արագ քայլերով մոտեցավ նրան, պատրաստվելով հարվածել կամ հրել, բայց երբ նրանց միջև մնացել էր ընդամենը մի քանի քայլ, Գևորգը դանդաղ բարձրացրեց ձեռքը, որի մեջ պահում էր մի փոքրիկ, հասարակ, բայց մեծ սիրով մշակված քարե ցուցանակ։ Գևորգը նայեց ուղիղ Տիգրանի մոլեգնած աչքերի մեջ եւ ասաց ցածր, բայց հստակ ձայնով, որը լսելի էր բոլորին. Տիգրան, դու կարող ես քանդել այս մատուռը, դու կարող ես խլել մեր հողը, բայց մինչև այդ կանես, կարդա այս գրությունը, որովհետև մենք այս մատուռը կառուցում ենք ոչ թե մեր, այլ քո ծնողների, Վահանի եւ Անահիտի հիշատակին։ Նա մեկնեց քարը Տիգրանին, որի վրա գեղեցիկ տարերով փորագրված էին շինարարի հանգուցյալ ծնողների անունները եւ մի կարճ աղոթք նրանց հոգիների խաղաղության համար։ Տիգրանը, լսելով իր ծնողների անունները, որոնց մասին նա վաղուց չէր լսել այս գյուղում բարի խոսք, քարացավ տեղում։ Նրա բարձրացրած ձեռքը դանդաղ իջավ, իսկ դեմքի մկանները սկսեցին ջղացգվել, մատնելով ներսում կատարվող փոթորիկը։ Նա վերցրեց քարը դողացող մատներով, մատը քսեց փորագրված տարերին, եւ այդ պահին նրա ամբարտավանության պատը, որը նա կառուցել էր տարիների ընթացքում փողով ու իշխանությամբ, փուլ եկավ մի ակնթարթում, թողնելով նրան մերկ ու անպաշտպան իր խղճի առջև։ Տիգրանը չդարձավ սուրբ, նա չընկավ ծնկի, բայց նրա աչքերում հայտնվեցին արցունքներ, որոնք նա փորձեց թաքցնել, կտրուկ շրջվելով, եւ առանց մի բառ ասելու, առանց որևէ հրաման տալու, նա քայլեց դեպի մեքենան, նստեց եւ դանդաղ հեռացավ, թողնելով շին հրապարակը եւ մատուռը անձեռնմխլի։ Անցել էր մի քանի ամիս, եւ աշունը իր ոսկեգույն թիկնոցն էր գցել գյուղի վրա, երբ նախկին աղբանոցի տեղում արդեն կանգնած էր գեղեցիկ տուֆակերտ մատուռը, որի փոքրիկ զանգի ղողանջը ամեն առավոտ արթնացնում էր բնակիչներին, հիշեցնելով նրանց հրաշքի մասին։ Գևորգի արհեստանոցը եռում էր կյանքով, պատվերները գալիս էին ոչ միայն հարևան գյուղերից, այլև մայրաքաղաքից, քանի որ մարդիկ ցանկանում էին ունենալ խաչքար այն վարպետից, ով կարողացել էր քարով հաղթել երկաթին։ Սակայն ամենակարևոր փոփոխությունը տեղի էր ունեցել ոչ թե շենքերի, այլ մարդկանց հոգիներում։ Արհեստանոցի ներսում, փոշու եւ աղմուկի մեջ, Գևորգի կողքին լուր աշխատում էր Լևոնը, ով այլևս չէր խոսում վրեժի կամ կռվի մասին։ Եղբայրների միջև եղած լռությունը այլևս ծանր չէր, այն լի էր փոխադարձ հարգանքով եւ ներողամտությամբ, եւ երբեմն, երբ նրանց հայացքները հանդիպում էին, Լևոնը թեթևակի ժպտում էր, ընդունելով, որ եղբոր ընտրած ճանապարհը, սիրո եւ համբերության ճանապարհը, եղել է միակ ճշմարիտը։ Մարիամը եւ Անին հաճախ էին գալիս մատուղ, խնամելու ծաղիկները, եւ նույնիսկ Տիգրանի անվտանգության աշխատակիցները, ովքեր նախկինում հայհոյում էին, հիմա անցնելիս խաչակնքում էին, հարգանքի տուրք մատուցելով այն ուժին, որը նրանք տեսել էին Գևորգի աչքերում։ Գյուղը փոխվել էր անճանաչելիորեն։ Մարդիկ, ովքեր տարիներով չէին խոսում իրար հետ քաղաքական կամ կենցաղային վեճերի պատճառով, սկսել էին հավաքվել մատուռի բակում, զրուցել եւ հաշտվել, քանի որ Գևորգի օրինակը ցույց էր տվել, որ ցանկացած պատ, որքան էլ բարձր լինի, կարելի է քանդել սիրո մեկ քարով։
Տիգրանը այլևս չէր երևում գյուղում։ Լուրեր էին պտտվում, որ նա փոխել է հյուրանոցի նախագիծը, դարձնելով այն ավելի համահունչ գյուղի միջավայրին, եւ որ նա գաղտնի գումար է փոխանցել եկեղեցու վերանորոգման համար։ Բայց Գևորգը երբեք չէր խոսում այդ մասին, թողնելով, որ Աստված դատի յուրաքանչյուրի սիրտը։ Կիրակի օրը, երբ Տեր Հովհաննեսը մատուցում էր Սուրբ Պատարագը նորակառույց մատուռի բակում, նա նայեց հավաքված բազմությանը՝ Գևորգին, Լևոնին, երեխաներին, նախկին թշնամիներին, եւ նրա աչքերը լցվեցին արցունքներով, քանի որ նա տեսավ կենդանի ավետարանը, գրված ոչ թե թանաքով, այլ մարդկային կյանքերով։ Սիրելի հայ քրիստոնյաներ, Գևորգի պատմությունը ավարտվեց, բայց ձեր պատմությունը դեռ նոր է սկսվում, եւ գուցե հենց հիմա ձեր կյանքում կա մի Տիգրան, ով սպառնում է ձեր խաղաղությանը, կամ մի Լևոն, ով դրդում է ձեզ պատասխանել չարին չարով։ Հիշեք, որ Քրիստոսի խորհուրդը «Սիրեք միմյանց» դա պարզապես գեղեցիկ խոսք չէ, դա ամենահզոր զենքն է, որը երբևէ տրվել է մարդկությանը, զենք, որը չի սպանում թշնամուն, այլ սպանում է թշնամանքը, ծնելով եղբորո։ Երբ դուք որոշեք վերցնել վիրավորանքի քարը եւ դնել այն ձեր հոգու տաճարի հիմքում, փոխարենը հետ նետելու, դուք կտեսնեք, թե ինչպես է Աստված գործում հրաշքներ ձեր կյանքում, ինչպես նա գործեց Գևորգի համար։ Մենք խնդրում ենք ձեզ, մեկնաբանություններում կիսվեք մեզ հետ, եղել է արդյոք ձեր կյանքում պահ, երբ ներելը փոխել է ամեն ինչ, եւ ինչպես եք դուք պատրաստվում կառուցել ձեր մատուռը այսօրվա փոթորկոտ աշխարհում։ Թող Քրիստոսի սերը եւ խաղաղությունը լինեն ձեր բոլորի հետ, եւ թող յուրաքանչյուր հայ օջախ լինի ամուր ու միասնական, ինչպես մեր սուրբ լեռները։